որ դուք արդեն ազգային ժողովի նախագահ չեք լինի, թիկնապահներ չեք ունենա, շատ բարդ կլինի ձեզ փողոցում դուրս գալ առանց թիկնապահների։ Փողոցում կտեսնենք ձեզ առանց թիկնապահի եւ արդեն դուք վախեր չունեք այդ առումով, որ ձեզ այլևս որևէ մեկը չի պաշտպանի անվտանգության աշխատակից։ Այս 5 տարի, երբ որ ասենց մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ։ Ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ։ Եվս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չէ, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետեւ ձեռս պահեք ու թողեք որ խփեմ, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցի։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ձեզ ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ որ պրովոկացիա անեն, այն արեցին, էլի փողոցում մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ, ուզում եմ հասկանամ։ Կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի, ով ավ ճանաչում վարչապետի աշխարհի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք։ Դե ազգանունն էլ ասա։ Դե բա, ելով գիտ, իմ բանը անվտանգության ղեկավարան, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Կամ ասում եմ, երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի մեկ էր անում, ես առանց թիկնապա փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անել, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործի չեմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետքա լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է Միջարես Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանը ոնց է Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալենն եմ, ինձ դա բավարար է։ Իսկ ինձ բայց էլ ասում, բայց ո՞նց է իրանց ասում է, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան Դաշնքի ներկայացուցիչները ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապաներից, բաներից կա, մեքենա չունեմ, եթե ինչ, մեքենա չունեմ։ Չէ, მე ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի։ Դե լավ, վերջինն է, ինչ ուզում եք արեք, հարց չկա։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր ազնվականներից չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսա։ Գիժեք, կներեք այս բարյաբար։ Ես ամենայն հարգանքով, ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք չգիտեմ, տենց
նույնիսկ դա իմ համար այդպես վախենալու բան է ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծերով կարա տենց բան անցնի։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա տենց բան անել, դա անհետեթություն, դա գժություն։ Շնորհակալություն։